Սկորձս ծերած մերոց, ուղի գարայի մեզ դեր և սկորձս ծերած մերոց հաչողյա մեզ, ամեն։ Հայրիկը փակվում էր իր գրասենյակում և բղավում էր, մենակ եմ, դա մենք փոքր էինք, չէինք հասկանում, շատ մեծ ցավ էր պատճառում իհարկե այդ իրավիճակը, բայց հիմա երբ տարիների հեռավորությունից նայում եմ, իրոք ինքը մենակ էր իր գրականությամբ, իր էությամբ։ Չգիտեմ ինչու դեռ պատանեկիկ համբուրում էի խաչքարերն այնպես, երբ մայրիկիս հետ ոտաբոբիկ վանքի սարն է ելնում գարի պես։ Հիմա էլ սրտանց համբուրում եմ դեռ, բայց հիմա գիտեմ, թե ինչի համար։ Ես համբուրում եմ, ով նախահայրեր, քարից լույս կերտող ձեր ձեռքը ճարտար, որ վայրի ու բիրտ ժայռերի վրա ոգու տարեքն է հրաշագործել, և համբուրելով սուրբ հետքը նրա, անմահությունն եմ համբուրում ես ձեր, անմահությունն եմ համբուրում ես ձեր։ Նրա կյանքն ավարտվեց 1984 թվականի մարտի 14-ին։ Նրա թաղումը մարտի 17-ին էր։ Երբ օպերայում հրաժեշտ էին տալիս, վերջին հրաժեշտն էր տալիս հայությունը իր սիրելի բանաստեղծին, բանաստեղծներից Գևորգ Էմինը ստիպված եղավ խոստովանել, թե ճշմարիտ և իսկական բանաստեղծ էր Շիրազը։ Իր ողջության օրոքն ամենից բոլորից թողեց իր ստվերի տակ, իսկ իր այս մահով և այս թաղումով մեզ հետ մահու հավիտենապես սպանեց։ Եվ բանն մարմին եղեր և բնակյաց իմեր։ Աստուծո խոսքը մարմին առավ ու բնակվեց մեր մեջ։ Սիրելի սթագիր ժողովուրդ, այս պահին, երբ քահանայք և ժողովուրդ հավաքվել ենք Սուրբ Էջմիածնի մայր տաճարի գամարների ներքո, աղոթելու մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ոգու համար, ես մտածում եմ, ինչ բնապանով սկսել իմ սրտի խոսքը, որ ամենահարազատ կերպով արտահայտի իմ գնահատանքը, իմ ապրումը, նորոգ հանգուցյալ երկրորդ ամենայն հայոց բանաստեղծի նկատմամբ։ Ներքին մի զգացում թելադրում է ինձ իբրև բնաբան, իբրև առաջնորդող խոսք ընտրել ավետարանական վկայությունը Հիսուսի մասին, թե նրանով, այսինքն Հիսուսով, մարմին առավ Աստծո խոսքը և որը բնակվեց մեր մեջ։ Ինչպես հայտնի է բոլորիդ, քրիստոնեական վարդապետության ամենաէական, ամենայուրահատուկ ուսմունքը այն է, որ Հիսուս աշխարհ եկավ ու մարմին առավ
որպես խոսքը Աստուծո, եւ այդ խոսքը բնակվեց մարդկանց հոգիներում, որպես ճանապարհ, ճշմարտություն եւ կյանք։ Այս պահին, այո, ես մտածում եմ, որ ինչպես Հիսուս հանդիսացավ մարմնավորումը Աստուծո խոսքի, այլ մագարտակի վրա, այլ իմաստավորմամբ մեզ հայրիս համար, Հովհաննես Շիրազ բանաստեղծը իր քրական վաստակով հանդիսացավ ամենապայծառ, ամենահարազատ եւ ամենահանդուկն մարմնավորումը հայ ժողովրդի խոսքի, հայ ժողովրդի ազգային խղճի փոթորկումների եւ ազատ երազանքների։ Հովհաննես Շիրազ իր փայլատակող տաղանդով բանաստեղծորեն մարմին տվեց մեր ժողովրդի հոգու ձայնին, որ հավետ պիտի քաղցր ու հուժգու հնչի հայոց կյանքում, թե ի Հայաստան եւ թե իսկյուրս աշխարհի, որպես ոգեկան ուժականություն եւ պատկամ կենտրոնարար, հավերժ աննահանջ, հավերժ հբարդ ու հաղթական, ինչպես ինքը Արարատը մեր վեհապար, մեծ վգան աշխարհի եւ հայոց պատմության։ Եվ այս ճշմարտվեց մանավանդ անցյալ շաբաթով, մարտի 17-ին, երբ հայրենի հողին էր հանձնվում հոգնաբեկ մարմինը Հովհաննես Շիրազի։ Թաղում չէր այլ մի հաղթության վկայություն, որովհետև վաղուց չէր տեսել մեր մայրաքաղաքը։ Մի ամբողջ ժողովուրդ իր բոլոր հավերով, անթիվ անհամար, եկել է հրաժեշտ տալու Շիրազի թագին, ի գլուխ մեր հայրենի կառավարության ամենահեղինակավոր ղեկավարների։ Կուզեի նստել մի քարի վրա եւ անվերջ նայել իմ Արարատին, հարբել հայրենի միրաժով նրա եւ հավերժ նայել իմ Արարատին, աղբյուրների պես աղջիկները կան, ես ծարավ սրտով չնայեմ նրանց, տուն կանչեմ մորս ձայնը իրիկ վան, չպոգեմ սարից աչքս կարոդած, եւ նստած լռին այդ քարի վրա, անդադար նայեմ իմ Արարատին, մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրա, եւ մամրած նայե իմ Արարատին։ Իշողստները մարդու ամենաթանկ բաներից են, այն է ինչը ձևավորում է անհատականությունը մարդու։ Այդպես է ստացվել, որ ես մանկուց եմ ճանաչել, շփվել Հովհաննես Շիրազի հետ, Արամազդի հետ, երբ որ Արամազդը գնում էր Պորտոն, ինձ հետ դնվեցնում, միասին ենք գնում, իհարկե այն ժամանակ, երբ որ ես Երևանում եմ, գյուղում եմ ապրում, գալիս է Երևան, որ այցելելու ժամանակ ինձ էլ էր հետևեցնում, եւ իրաց տուն էին գնում, այն ժամանակ Լեննի Պողոտայի վրա իրենց տանը, երկրորդ հարկում լավ հիշում եմ իրենց տունը, իրեն մորը հատկապես, մայրը ճանաչում էր իմ ծնողներին, որտեղ խնամակցական կապերի մեջ են եղել եւ ինքը միշտ հույս ուներ, որ Շիրազը Կապուտիկյանը նորից կմիանան իրար եւ ինձ անդադ ասում էր ինչպես են մարդ, ինչպես է այդ, ինչու չեն գալիս, չէ որ մենք բարեկամներ ենք եւ շատ տխուր աչքեր լսել, տխուր աչքեր ծածրահասակ միշտ աչքից առաջ է դե երեխա ժամանակ ինչ իմանաս Շիրազը ինչ մեծություն է գիտեի որ Արամազդի հայրն է եւ
երբ որ մեզ ասանք արդեն նոր կամաց լցվում այն դադարությունը մարդու մասին, որ կա մեջը, հասկանում ես ինչ արելի մեծության հետ ես հանդիպել։ Այս ժամանակ երբեք ոչ մի սովետական պատանու համար մտքով անգամ չէր հասնի, որ կարող է Արարատ բարձրանա, անցնի են չափառից այն կողմ անցնի, մեր գյուղը չափառի մոտ էր, նայում են Արարատի փեշերն էին, ոչ մի ձևով չէր կարող հասնել նրան, եւ Շիրազը Արամազդը պահել է Շիրազի սիրտը ֆորմանենի լուծույթի մեջ իրեն սենյակներից մեկում խորքում դրված էր միշտ ցույց տվել ու ասում էր երբ կբարձրանաս Արարատ կտանես վերև գազնես սառույցներին ես գրում եմ թե չեմ լինի այդ սափոր այստեղ դրված է դե այնպես ստացվեց որ բարձրացանք Արարատ բարձրացանք գեներով բարձրացանք իսկ 20 տարի առաջ 2006 թվականի ամռանը դա մի ամբողջ պատմություն է մեր Բարսելոնա դա ուղղակի անհավատալի մի բան էր ով կա ջահել ամենակարևորը ես 60-ի տղաները 50-ի եւ մեր էներգիան բավական էր սարը բարձրանալու համար ները բարձրանալու համար եւ ամբողջ բանը նրանում էր որ վախենում էի հանկարծ սահմանը անցնելուց Պարզեն թե ինչ են բարձրացնում վերև Փաթաթեցինք, ես փաթաթել էի բնդերով եւ այնպես էր որ այդ ֆորմալին հոտը շատ ուժեղ է չգա եւ չթաքցրած եթե թաքցրած բանը գտնում են միշտ կասկածում են իսկ երբ որ չես թաքցրել չեն կասկածում ես ինչ է մեկ տուփ ունի սառնարան տուփ ունի ամբողջ մեջը դրած բոլոր մեր ուտելիքի հետ դարա մեր ուղեկցողը մեր մեքենա տրամադրողը թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը, որը արդեն մեծ փորձ ուներ Թուրքիա խմբեր տանեն հետ կապված, ինքը առաջիններից մեկն է, որը խմբեր է տարել Թուրքիա։ Մեզ շատ խորհուրդներ տվեց, օգտակար խորհուրդներ տվեց, իր մեքենայով Ֆորդով հաստրեցին մինչև Բայազեդ եւ հանձնեցին ուղեկցողներին։ Մենք 4-ով ենք, 3 ֆիզիկոսներ եւ 1 պրոֆեսիոնալ լեռնագնաց։ Որ հիմա լեռներում։ Նա զբաղված է լեռնագնացությունը պրոպագանդելու Հայաստանում տարածելու զբաղված է դրանով։ Շատ մխիթար։ Նա երիտասարդ 27 տարեկան է ժամանակ մխիթարը Հրաչի քրոջ տղան։ Ճիշտ ասած, մինչև վերջի պահը ես չէի ուզում, որ տղաները անհանգիստ լինեն, որտեղ անընդհատ մեր մոտ կար անհանգստություն, ով գիտե, կստացվի, չի ստացվի, ինչ միջավայրում ենք գտնվում։ Ու ինչն է դա, որ ես Ալբերտից խնդրեցի հեռախոսը, որ զանգեն Երևան, Գիրեք երկու անգամ կյանքում նման արի եմ լսել, մեկը Վանից ուզում է Տիկին Սիլվային զանգել, թե ես Վանում եմ գտնվում, վերջի երկուսը Վանեցիների չտեր էին։ Ինքան էի ուզում որ մտածեցի, եթե ես հանգարց լասակումած ձենով ասեմ, խոսեմ մտածի ինչը մի պատահար է տեղ ունեցել, դրա համար այնտեղից է չխոսեցի։ Ուզում եմ խնդրել Ալբերտին հեռախոսը տար զանգեի Արամազդին Էլի դարձյալ այնքան հուզվեցի, որ այդ բանը չարեցի։ Միայն իջնելուց հետո, երբ որ արդեն Երևանում էի, զանգեցի Արամազդին, Արամազդ Արավատյան արդեն հաղորդիկ ուշ էինք ասել, Արամազդ, ես Արարատից եմ իջել, ինքը լռեց, երբ ինքն է շատ հուզվեց, գնաց հյուրերն էին, իրենք Մոսկվայից Տիկին Սիլվայի երկու գերուիներն էին, իրենց հետ ինքն է արդեն պատում, իրենց հետ եղած կանացից մեկն է պատում, Տիկին Նիննան, ասում է, Արամազդը գնաց, կոյակը բերեց, բաժակները շարեց, լցրեց, ասեց, ինչի ենք խմում, հարցրեցին, Գևիկը բարձրացել է Արարատ, ոստ, նրանք էլ հին մարդիկ են, այդ բանը ֆանտաստիկ, մի անհասանելի երազանք է եղել, իրանք են դա չեն պատկերացրել, այդպես
տեղակ պահեցին նրանց։ Իսկ սիրտը հրաչի տեղակ պահեցի, եթե ես չկարողանամ հասնել գագաթ, դու այդ գործողությունը կատարում ես։ Հրաշի ձեռքի կարաբինիստական կացինը կար, այդ կացինով սառույցները փորեցին, գագաթի վրա դա պետք չէր անել, որտեղ գագաթից սառույցները սյուները միշտ հոսում են ներքև, մի հարմար տեղ, որտեղ որ արդեն քիչ թե շատ հարթ էր, երկու բարձունքների արանքում, որտեղ ձյունը հաստատ ներքև չէր հոսի, այնտեղ փորեցինք։ Բարեբախտաբար մեր ուղեկցողը շատ առաջ էր գնացել, քուրդ ուղեկցողը առաջ էր գնացել, եւ Հովհաննես Շիրազի սիրտը մենք ամփոփեցինք հավերժական սառույցների մեջ։ Ալբերտը կոորդինատները ֆիքսել է, պահում է իրեն համար գաղտնի։ Չէ, գաղտնի չէ։ Ոչ բոլորը իմանան։ Հիմա բոլոր ծանոթ արշավականներին, որոնք Արարատ են բարձրանում, մեծ խմբերով եւ շատ հաճախ խմբեր կան, որ տարեկան մի քանի անգամ են բարձրանում, եթե ծանոթներ կան մեջները, անպայման տալիս են կոորդինատները եւ ասում են ինչ կոորդինատներ են, ինչ պետք անել եւ իրենք հետաքրքիր է, որ շատ տպավորված են լինում։ Նկարում են այդ միջոցառումը, որտեղ այդ կոորդինատների մոտ կանգնել են, ծաղիկ են դնում կամ Շիրազի ստեղծագործություններից են արտասանում, հուզմունքը անսահման է։ Մենք հրաշալի երիտասարդություն ունենք։ Շիրազ! Արոնատենի այնքան մեծ ազդեցություն, չգիտեմ, ոչ բնական ազդեցություն էր թողել մեր բոլորի վրա, մենք ուղղակի հուզմունքից չգիտեինք ինչ անենք, փաթաթում էինք իրար, շնորհավորում էինք, լաց էինք լինում, ծնկի էինք գալիս, կոորդինատները ես ասի, որ ֆիքսել էի, որովհետև վերջում ես էի, ամենավերջինը ես էի իջնում գագաթից, հրաշն ընկեր Հաջյանը տեսնեմ կացնով ինչ-որ բան եմ անում, սառույցն եմ փորում, հասկացա, որ ինչ-որ կարևոր բան եմ, ֆոտոապարատը պատրաստեցի, որ նկարեմ, ասում չէ, պետք չի նկարել, ասի օգնեմ, չէ, դու գնա։ Նույնիսկ այդ պահին չասեցին, թե ինչով են զբաղված, ինչով են խնայեցին ինձ, ես գիտեմ, որ դա ինձ խնայել էր, որովհետև միտքը հետևյալն է, որ ամեն ինչ կարող է պատահի։ Եթե նկարել ես, քո կամերայի հետ վանը չիպը կարող են հանել, տեսնել եւ կոորդինատները որոշել եւ գնալ ու այդ կատարված հրաշքը զրոյացնել, ապականել եւ արտացել։ Դրա համար կոնկրետ կետերի կոորդինատները միայն նրանով, որ այդտեղ մի քիչ հապավել էի կանգ էի առել GPS-ի ազդանշանը ցույց է տալիս, որ այդտեղ երկար եմ կանգնել, միայն դրա պատճառով ես կոորդինատները ունեցա, այլապես դա էլ չէի ունենա, մոտավորապես աչքով պետք է հիշենք, բայց բավականաչափ 2-3 մետր ճշգրտությամբ կոորդինատները կան ու ինչպես ասեցի, բոլոր ծանոթներին, ովքեր բարձրանում են կոորդինատների փոխանցում են քարտեզով, որպեսզի գնում իրենց խոսքը ասեն։ Մեծ սրտի, մեծ մարդու մեծ սրտի կերեզմանակ փորն է։ Իմ համար դա բավականաչափ ուզիչ եւ շատ մեծ արժեք ունեցող բան է, բայց դա միայն իմ համար։ Ոչ թե նրա համար, որ միգուցե երբևէ ես շանս չէի ունենա Շիրազին մոտ լինել կամ շփվել հետը, բայց դրանով համարում եմ, որ ինչ-որ շփում եղել է ժամանակի մեջ ահագին իրարից հեռացված, բայց իրար հետ շփվել ենք
մեր սրտերը իրար մոտենալու։ Երբ որ բարձանում էինք, մեր բոլոր ուսապարկերը ձին տարավ, մեր խեճը պերակ ձին հազներ տանում, մեկն է ստիպված մխիթարը վերցրեց չալակած, ես ինձ վատ կզգամ, եթե առանց ուսապարկ շալակելու բարձանամ, և ձին ազատվեց մի ուսապարկից, ինքը բարձրացավ մինչև անգրվան, այնտեղ յալա գնացինք, իրենց յալաներով էինք մնում, ճանապարհին, ամբողջ ճանապարհին, ես այդ փոքրիկ ուսապարկը հետ սերվեց, որտեղ մեջ ներսիտը, ու քանի որ ես չէի ասել, իմ մոտ կար մեղքի զգացում կար, որ ես տեղյակ չեմ պահում իրենց, որ իրանք մասնակից չեն, այդ պահին հոգով մասնակից չեն երևույթին, ես այնպես եմ, որ այդ ուսապարկը բոլորն են տանել վերը։ Ես ալբերտ ճիշտ գոհի բաժին արել։ Վերջում արդեն երբ որ ես վերև էին բարձրանում, ուսապարկը հրաչի մոտ Գագաթ հասցրեցինք, հետո նորից մի քիչ ներքևում։ Դեք այնտեղ տեղն են, նույնիսկ Արանաստեղ խնդրում ասում, նա տեղ ցույց տուր, ասում նկար, կբերեմ, տեղը նշած տվեց իրեն, այստեղ են, որ երկու մետրների արանքը տեղ կա, չէ բան, այստեղ, հոգավորություն, որ չհոսի բանը, իսկ զգացում է, որ մեծ մարդու սիրտն ես տարել, պատկանն ես կատարել, իհարկե դա մեծ գոհունակության բարձ խաղ կնի ասել, խորը զգացմունքի աղբյուրը։ Ժողովուրդը տխուր է, բայց ոչ հուսահատ, լի էր վշտով, բայց ոչ բարդված, սխագիր էր, բայց ոչ որբացած, բոլորս զգում էին և գիտակցում էին, թե Շիրազը հող պարնալով մեզ թողնում է իր անգորնչելի գործով մարմին արած խղճի խոսքը համայն մեր ազգության։ Եվ բոլորը տեսնում էին հրաշքը Երևանի բողոքաների վրա, ալեգոցվող ոգեշարժ թափորը 100,000-ների փոթորկված ինչպես վանաձովը ալեձուկ։ Վերջերս ես մի քանի դող գրի արա մեր Սրբազան լերան Արարատին նվիրված։ Այս պահին իբրև գերագույն արտահայտություն իմ մեծարման Հովհաննես Շիրազի արդեն ոգի դարձած ճակատին զետեղում եմ իմ այս խոսքերը. դու հրավեր հայրենյաց, դու ոչ արդարության, դու ստուգություն գալիք հաղթությանց։ Այս խոսքերը ես ուղղել եմ Արարատին, սակայն այժմ մտածում եմ, որ նույն այս խոսքերը կարող եմ նվիրել նաև Հովհաննես Շիրազին, որ մեր գիտակցության առջև վաղուց ի վեր արդեն նա դարձել է մի ոգեղեն Արարատ։ Եվ այսօր հրավիրում ենք ձեզ մասնակցելու հոգեանկստյան արարողությանը և մեզ է տաղոթելու մեր բոլորիս պաշտելի բանաստեղծ Շիրազի հոգու խաղաղության համար։ Թույլ տվեք նաև մեր խորասկաց ցավակցությունները հայտնել հանգուցյալի սկագիր ընտանիքի անդամներին, նրա գողակցին, զավակներին
եւ բոլոր մերձավորներին։ Լույս եւ օրհնություն Հովհաննես Շիրազի հոգուն, լույս եւ օրհնություն նրա անմեր վաստակին։ Ամեն։ Երկյուղատությամբ նվարում, սրբովետարանիս Հիսուսի Քրիստոսի որս թողանու, արկես Տեր Աստված մեր պրոսնում է ասե Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս է Սուրբ Եղիցի անուն քո, եկես ցե արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես հերկինս եւ հերկրիես, հաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպեսի մեկ թողում մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզ ի փորձություն, այլ փրկյաս մեզ իչարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն, ըսգործս ծերած մերոց ուղի գարայի մեզ Տեր, եւ ըսգործս ծերած մերոց հաջողյա մեզ ամեն։